3 հոկտեմբերի 12-ին լրացավ հայ ֆուտբոլիստ և մարզիչ Նիկիտա Սիմոնյանի 99-ամյակը, մինչև այժմ գնում է աշխատանքի այս տարիքում։ 1973 թվականին նրա գլխավորած Երևանի Արարատ թիմը դարձավ ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր։ Իսկական անուն հայրանունն է Մկրտիչ Պողոսի։ Մի առիթով ասել է. ուրախ եմ, որ Պողոսի տղա Մկրտիչն էլ իր ազգի համար ինչ-որ մի գործ արեց։ Իդեպ օրը նշանավոր է նաև նրանով, որ հոկտեմբերի 12-ը Կոլումբոսը հայտնաբերեց արևմտյան կիսագունդը, Ամերիկան։ 70-ական թվականներին, երբ Արարատը բավականին լավ էր խաղում, Երևանում մի ծանոթ ունեի, Գրոզնիից ուսանող էր Երևանում։ Հայերեն արդեն սկսել էր խոսել, բայց կարդալ չգիտեր։ Եվ ֆուտբոլի Արարատի շնորհիվ կարողացավ կարճ ժամանակում նաև կարդալ հայերեն։ Հայաստանի ֆիզկուլտուրնիկ թերթում գտնում էր տաբլիցայի մեջ Արարատի տեղը։ Այդպիսով կարճ ժամանակ կարդաց Արարատը, ապա ինչ-որ ժամանակ անց նաև բոլոր թիմերի անունները և ընդամենը 1-2 ամսում 73 թվականին ֆուտբոլի շնորհիվ սովորեց հայերեն կարդալ։